Արցախյան հերոսամարտի մասնակիցների սխրանքներն անմահ են։ 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին։ Մարտի դաշտում առանց տանիքի, խաղաղ պայմաններում նույնի կրկնությամբ, հաշմանդամ և զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային աջակցության ծրագիրը դանդաղում է։ Հիշատակի և պատվի ծառուղի Գյումրու լոկոմոտիվային դեպոյում վետերան երկաթուղայինների թիվը հասնում է 40-ի։ Պատերազմական հիշողություններ, բայց տոնական տրամադրություն, շնորհավորանքներ ու շնորհակալագրեր, Լենինականի ռուսական սահմանապատ ջոկատում։ Մեր պապերը պայքարել են մեծ հայրենականի, հայրերը Արցախյան հերոսամարտի թոհուբոհում։ Մայիսյան եռատոնի առիթով միջոցառումներ Շիրակի մարզի համայնքներում։ Հանուն հաղթանակի ընկածներին երբեք չեն մոռանում, հոգեհանգստյան կարգ ու խնկարկում եղբայրական գերեզմանում։ Գիտնականի աստղ շքանշան կոչմանն արժանացել է Սերգեյ Նազարեթյանը։ Գյումրիում հնարավոր է մահացածների թիվը գերազանցի ծնվածների թվին, էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանի կարծիքն է։ Եթերում այսօրի մարզային թողարկումն է, տաղավարում աշխատում է Ելենա Ավետիսյանը, բարև ձեզ։ 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին։ Երկրապահ կամավորականն այսօր կրկնակի է տոնում պատմական հաղթանակն ու երկրապահ կամավորականների օրը։ Այն 2000 թվականից առկա է ազգային տոնացույցում և նշվում է պետականորեն, իսկ 2013-ին պաշտոնապես ընդունվել է երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին օրենքը։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր էլ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ երկրապահ կամավորականների միության տասնյակ անդամներ, գեներալներ այցելել են Եռաբլուր Պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։ Արցախյան ազատամարտը առանձնահատուկ է կամավորական շարժմամբ, որի սկզբնամասում առաջին գծում եղել են երկրապահները և երկրապահ կամավորականների հենց օրը խորհրդանշական է, հաղթանակի օրվա նախօրեին Շուշի ազատագրման օրը և այսօրն էլ մենք նշում ենք որպես ընդհանուր եռատոն հաղթանակի։ Արցախի հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցում է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի տանկ հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ Այնուհետև ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին։ Եռատոնի միջոցառումների շրջանակներում Շուշիի ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել համահայկական 6-րդ խաղերի ջահի վարման պաշտոնական արարողությունը։ Կառավարության ղեկավարի գլխավորած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը ներկա է գտնվել Շուշիի արվեստի կենտրոնում Շուշիից Շուշի խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։ Իսկ Գյումրու հիշատակի Պանթեոնում խոնարհումի և հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան հերոսամարտում զոհված երկրապահների հիշատակին։ Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, պատգամավորներ, երկրապահ կամավորականների միության անդամներ և մի շարք քաղաքացիներ։ Արցախյան պայքարին միացան շատերը։ Մի բուր Հայաստանը դարձավ մեկ միասնական բռունցք, դարձավ անհաղթելի և ինքնիշխան։ Գյումրին ու Շիրակի մարզը մարտի դաշտ ևս շատ զավակներ ճանապարհեցին։ Արցախյան հերոսամարտը եղավ այն կարևոր ուղին, որով հայ ժողովուրդը քայլեց դեպի անկախություն։ Ուզում եմ փառք տալ այն մարդկանց, մեր լավ երիտասարդներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայ ժողովրդի այս հերոսալի հաղթանակների համար։ Փառք ու պատիվ միաժամանակ ես ուզում եմ ասել, որ հայ ժողովրդի այսօր հաղթանակը նաև ուղեգիծ է մյուս սերունդների համար։ Մայիսի 8-ը երկրապահի օրն է։ Եկել ենք մեր զոհված ընկերների շիրիմներին մեր պարտքը տալու եւս մի անգամ խոնարհվենք իրենց սխրանքների առաջ։ Արցախի մասնակիցներս այսօրը վերջապես կարողացանք ընդունենք եւ ամբողջ լուր աշխարհի հայտարարենք, որ մենք ենք մեր երկրի տերը,
Ոչ մի թուրք, ադրբեջանցի չի կարող մեզ մեր երկրի զրկի։ Կռվի ու պայքարի միջոցով բոլորը քայլեցին դեպի հաղթանակ։ Ազատագրական պայքարին միացած հայորդիները գիտակցում էին, որ հաղթանակի դրական ելքը տանելու էր դեպի անկախություն։ Մայրերն օրհնեցին իրենց որդիներին ու ճանապարհեցին դեպի ռազմաճակատ։ Ետդարձը սակայն ոչ բոլորը տեսան։ Նրանցից մեկն էլ ազատամարտիկ Վազգեն Յանգյանի մայրն էր։ Իմ տղես հաղթանակը չտեսավ, բայց գրվեց այդ կամավորականի ցուցակում ամուսնացած չէր, գախտնի փախավ գնաց, բդիրտամ գնաց 11 ամիս գերին գավ, այն ժամանակ Միքայել Վարդանյանն էր հրամանատար, Զաքարյան Աշոտը 11 ամիս գերին գավ, ինչ հրաշքով ասու կամով ազատվեց, դատել էին ազերիները, թշնամիները 8 տարի, որից տարիմ նստավ, հրաշքով փրկվավ, եկավ ստեղ, նորից գնաց պայքարեց, այս անգամ կռվի դաշտում զոհվեց։ Կցանկանամ ոչ մեկի մայրերի աչքերից արտասում չթափի, լինի խաղաղություն։ Մենք տեսել ենք, թող ոչ մի երիտասարդ մայրեր, ծնողներ աշխարհը չտեսնի այսպիսի դահիճ վիճակը, որ մենք սպես տանում ենք ու տանջվում ենք։ Բոլորին չէ, որ հաջողվեց խույս տալ թշնամու գնդակից, ու նրանց արյան գնով ձեռք բերված հաղթանակի շնորհիվ Հայաստանը թևակողեց պատմության նոր փուլ։ Այս զովաստեղանց շնորհքով է, որ այս խաղատունը պաշտպանվում է։ Իհարկե մասնագետներն շատ կան, բայց խոնարհվում ենք բոլորս այս զովազների գերեզմների առաջ։ Ցավն ու ուրախությունը տարիներ անց կրկին բոլորին մեկտեղել է։ Զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ են դնում ոչ միայն նրանց մայրերն ու այրիները, այլև մարտական ընկերներն ու պաշտոնատար անձինք։ Գալիս ենք ուշակարի մոտ ու հարգում ենք, խոնարհվում ենք, որովհետեւ նաև մեր սերունդները տեսնեն, որ պետք է իրենք նույնպես շարունակեն այն անկախությունը, որը ձեռք բերվեց Հայաստանի համար, այն ուրեմն պատերազմը, որը մենք կարողացանք ուղղակի եւս մեկ անգամ ապացուցել, որ կարող ենք մենք մեր հողերը ազատագրել, բնականաբար արվեց ամեն ինչ։ Զոհված ազատամարտիկների ընտանիքները ներկայում գտնվում են սոցիալական ոչ բարվոք վիճակում։ Այդ մասին բարձրաձայնում են ոչ միայն ընտանիքի անդամներն, այլև խնդիրը համատարած են համարում պատասխանատուները։ Ընդհանուր խնդիր է դա եւ ընդհանուր սոցիալական այն աջակցությունները, որ ամեն տարի փորձում են ավելացնել հատկապես զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ ինչու՞ չէ նաեւ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին, իհարկե կա, բայց եթե ընդհանուր, ասենք, տրամաբանության մեջ ենք նայում, բնական է դա քիչ է։ Իսկ զոհվածների հարազատների միակ ցանկությունն այն է, որ նվաճած հաղթանակները փառքով պահպանվեն եւ որ հայ մոր աչքն այլևս չթացվի որդու կորստից։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Բնակարան ստանալու կամ բնակարանային պայմանները բարելավելու իրենց հերթին են սպասում զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքները։ Բնակարանային աջակցության ծրագիրն, որն իրականացվում է Պաշտպանության նախարարության կողմից, դանդաղում է։ Ընդհանուր առմամբ հաշվառված է 162 ընտանիք։ 2003 թվականից մինչ օրս բնակարանատեր հաջողվել է դառնալ 120-ին։ Ըստ մարզային իշխանությունների, Պաշտպանության նախարարությունը այս տարի փորձելու է լուծել 2005 թվականին հաշվառվածների բնակարանային խնդիրը։ Հաշմանդամ դարձած կամ զոհված ազատամարտիկների բնակարանային աջակցության ծրագիրը իրականացվում է 2005 թվականից։ Շատերը բնակարան հենց այդ ժամանակ են ստացել։ Մի քանի տարի առաջ էլ 8 ընտանիք բնակարանով ապահովվեց, որից հետո մարզում ծրագիրը մեծ հաշվով կանգ առավ։ Պատասխանատու կառույցների աշխատանքը առայժմ սահմանափակվում է, այսպես ասած, շահառուների փաստաթղթերի ամենամյա թարմացումներով։ Անցած տարվա ընթացքում 5 հոգու գործեր վերանայել են եւ 5 հոգու հանել են ցուցակներից ոչ թե բնակարան ստանալու, նրանց պայմանները փոխվելու, ասեք մարդը արհեստականորեն իրեն բնակարանային պայմանները բարելավել է, տուն է ունեցել, վաճառել է, նորից հերթագրվել է, դրա համար հանվել է բնակարանի ցուցակից։ Ընտանիքի անդամներից մեկը, եթե բարելավում է, այդ ընտանիքի վիճակը բարելավում է, էլի, դրա համար վերանայում են։ Հերթացուցակի առաջին համարները 2003-ին են հաշվառվել, տարիներով սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին։ Բազմաթիվ դիմում նամակներ են ուղարկել Պաշտպանության նախարարություն, անձամբ հանդիպել են նաև նախարարի հետ, բայց ամեն անգամ ստանում են միևնույն պատասխանը՝ ֆինանսական միջոցներ չկան, սպասել է պետք։ Տարիները ձգվում են, իսկ շահառուները արդեն մոռացել են, թե հերթացուցակում որ երրորդն են։ Շատերը կան, եւ հաշմանդամներից են եղել, եւ զոհված ընտանիքներ են եղել, ունեցել են բնակարաններ, մի թե սեփական է, թե բնական կոնկրետ չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում ունեցել են
պատասպարվել են իրենց բնակարաններում, սակայն ինչ-ինչ պատճառներով մտադրվել են վաճառել։ Վաճառել են բնակարանը, ասենք արտաքին աշխատանքի մեկնելու կամ որևէ պարտքեր մարելու համար, բայց նորից իրենց իրավունք է վերապահվել 5 տարվա վաղեմության շնորհիվ, նորից իրենք հերթացուցարներում գնան ներկայանան որպես այս անգամ ոչ թե բարելավում, այլ անօտևանի կարգավիճակով։ Դրա համար մեր հերթը հետ է գնում։ Նախկինում եղել է դեպքեր, որ ասենք տարիները խախտվել է, եղել է պայմաններում վատ պայմաններում գտնվող ազատամարտիկ, ասենք ինքը հաշվառված եղի 7 թվին 2007-ին, իրան հարցը բավարարվել է, սակայն հիմա այդպիսի բաներ բացառում է չի լինի։ Իրականում առաջնահերթ բնակարան ստանալու են զոհված ազատամարտիկների ընտանիքները, հետո հերթը բարելավմանն է, բայց ստացվում է առաջնահերթություն չկա, առաջնորդվում են հերթացուցակով։ Զոհված զինվորի ազատամարտիկի մայրերն ու այրիներն են, ապրում են հարազատների տանը առանց սեփականության իրավունքի։ Բնակ մակերեսը, որ զբաղեցնում են, ասում են փոքր է բազմանդամ ընտանիքի համար, մյուս կողմից էլ զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից։ 6 հոգի ենք։ Մի տղես զոհված է, մյուս փոքր տղես է իր երեխեքով, մեծ ընտանիք ենք, 6 հոգի ենք, ապրելու շատ քիչ է, 2 սենյակի մեջ կապրենք։ Բնակարանը, որտեղ որ ես բնակվում եմ, իմ Կերսարի Սարունով է, ժառանգություն է, ունի 4 երեխա։ Մեծ տեկրս ապրում է Դոմեգի մեջ, տուն է պահանջում, տեկրս մեկը Ռուսաստան է, նորից տուն է, ուզում եմ, որ այդ բնակարանը վաճառեն։ Շատ բաներ կար, մեզ չի էլ վերաբերվի։ Ես կողմ եմ, հազարադարձան թող տնեն, բայց չէ մի արձանիկնով կարելի է 2 ընտանիքի բավարարել այսօր։ Պաշտպանության նախարարությունը նոր կարգ է մշակել, կարգի հետ կապված լրացուցիչ կետ ընդունում է, որովհետեւ յուրաքանչյուր տարի արդեն, ասենք, այս տարի պիտի վերջնական լուծվի 2005 թվականի հաշվառվածների հարցը։ Մյուս տարի 2006 թվականի եւ այդպես շարունակ։ Անօթևան ճանաչված շատ ընտանիքներ ընդգրկված են եւ անօթևանների ցուցակում եւ նաեւ պաշտպանության նախարարության ծրագրում, բայց սա չի նշանակում, թե շահառուները 2 անգամ են բնակարանատեր դառնալու։ Առայժմ սպասում են, թե որ տարբերակն է առաջինը լինելու, թեև 2 դեպքում էլ դրամային աջակցություն է ցուցաբերվելու։ Բնակարան ձեռք բերելու համար անօթևաններին կհատկացնեն այնքան գումար, որքան այդ պահին կլինի կադաստրային արժեքը։ Փորձը սակայն ցույց է տվել հատկացված գումարով բնակարան ձեռք բերել հնարավոր չէ։ Անի Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մասնակցում է այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հիշատակի եւ պատվի ծառուղի Գյումրու լոկոմոտիվային դեպոյում այն բացվել է ի հարգանս հայրենական մեծ պատերազմի մասնակիցների։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ռուսաստանի Դաշնության փոխհյուպատոսը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Հռեբեցն ու այլ հյուրեր։ Նախապես ծրագրված էր, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում անցկացվող միջոցառմանը մասնակցելու էին նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլին ու Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Устինովը։ Երկուսն էլ հանդիսությանը ներկա չեն գտնվել։ В нашем коллективе Южно-Кавказской железной дороги, ранее Закавказская железная дорога, работало 73 ветерана. Каждого поименно мы вспомнили. Мы нашли архивы, восстановили все имена. И сегодня, в рамках сегодняшней церемонии, мы на нашей производственной площадке, здесь в локомотивном депо Гюмри, откроем такую аллею памяти, которая сохранит эти имена надолго для следующих поколений. Տոն Գյումրու լոկոմոտիվային դեպոյում հյուրերն այս դեպոյի նախկին աշխատակիցներն են հայրենական մեծ պատերազմի վետերան երկաթուղայինները։ Հավաքվել հիշում են անցած գնացած պատերազմական օրերը, դժվարություն մակարում հաղթանակ կյանքի գնով։ Ամուսնացած երկու ամսվա ինչ տարան բանակ Բաթում գնացինք ընդեղ Ախուրյանի շրջանի 24 աղջիկներ էինք, գնացինք ընդեղ մեզի շորեր հագտրեցին ու բաժանեցին չաստերի, արյորստատնի չաստ, մնացի մինչև պատերազմի վերջը, մեկ է քնած էինք, տրիվոգը տվին, հելանք ստրոյկայնանք, հա, սվելիտանը ողոր մի հակուն, ասեց պատերազմը վերջացել է, հեմի ուրախություններից չիտենք ինչ ենենք,
տղա կհամբուրենք, աղջիկ կհամբուրենք, այդպես զորադրեցին ինձի։ 43 թվականին ես իմ օժար կանգով գնացել եմ բանակ, որպեսզի կինը շգացել է, ես բանակ եմ եղել, ինձի ղեկավարել, դրա համար գնացի բանակ, ընդամենը 6 ամիս եմ մնացել, տարել են գորի, մի ամիս, հələ հրազաններ չիտենք ինչ բաներ, ոչ էլ մինչև վիրավորվել ես տեսել եմ հրազան, մենակ նավուռա գնացել ենք առաջ։ 3000 ընդամենը բնակչություն ունեցողը 5 հատ մարշալ, 112 հերոս, ոչ մի ռեսպուբլիկա չունեցել։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Անդրկովկասյան երկաթուղու հայկական բաժանմունքի 73 աշխատող, այժմ վետերան երկաթուղայինների թիվը հասնում է 40-ի։ Կովկասյան երկաթգիծը սովետական միության միակ ճանապարհն էր։ Բոլոր ճանապարհները եվրոպական Հիտլերը կրավել էր։ Բոսֆոր դարդանելը Սեպտովի Թուրքիան դինելով դաշնակից Գերմանիային, այդ ճանապարհն էլ փակեր։ Անգլիայի, Ամերիկայի, Ֆրանսիայի օգնությունները գալիս էր Պարսկական ծոցից վագոնները բարձում էին եւ մեր ճանապարհով գնում էր ֆրոնտ։ Դա միակ երկաթգիծն էր, պաշտպանվում էր նաև սահմանապատ զորամասերի կողմից, հատկապես կամուրջները, մոստերը։ Բոլորն այսօր գնահատված են ըստ արժանվույն թշնամու դեմ պայքարած, այսօր արդեն ճերմակահեր մեր վետերանները մշտապես ուշադրության կենտրոնում են։ Եթերը տոնի օր, եթերը հաղթանակի օր։ Տեսեք, մենք այսօր ունեցել ենք երադի հաղթանակներ։ Այսօր ու վաղը, այսպես ասեք, երկու օր։ Ձեր կռիվը, ձեր ուժը, ձեր դուխը օգնեց մեզ, որ մենք կարողանանք Շուշիում տեղնել այն, ինչ որ եղավ 45 թվականին Բեռլինում։ Շատ բաներ կա, որ մենք չենք նկատում, առօրյա հոգսերով զբաղված, ինչ որ բան այն չենք անում, ինչ որ պետք է անենք։ Ես գիտեմ, վետերանները կարող են միտեղ նեղանան, միտեղ սպասելիքներ ունենան։ Եթե ինչ-որ բան պակաս է մնում, դրա համար ներեք մեզ։ Մեծերը ներել դիտել, փոքրերը ներել չգիտեն, ցածրը ջահելները կարող է չներել, բայց մեծերը ներել դիտել և ներում։ Ես ձեզ առողջություն եմ ցանկանում, որ եկող տարի, որ հավաքվենք այստեղ, նույն կազմով գոնե դուք ներկա լինեք այս միջոցառումները, որ մենք հասկացնենք։ Հարգելի վետերաններ, որպես քաղաքապետ, ուզում եմ Գյումրիի բնակչության անունից շնորհավորել բոլորիդ այսօրվա կապակցությամբ, ցանկանալ, որ դուք առողջություն ունենաք եւ բացակայեք մեր կողքից, այդ խորհուրդներ տալ։ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի այս հատվածն այսօրվանից կոչվեց հիշատակի եւ պատվի ծառուղի։ Այս վահանակների վրա գրված են հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայ երկաթուղայինների անունները, ինչպես նաև տեղեկատվություն սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանացած հայ երկաթուղայինների մասին։ Արմենուհի Մինասյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին ընդառաջ միջոցառում է անցկացվել Լենինականի ռուսական սահմանապաջոկատում։ Տոնին ընդառաջ մասնակցել են վետերաններ ոչ միայն Շիրակի, այլ նաև հարևան մարզերից։ Պատերազմական հիշողություններ, բայց տոնական տրամադրություն, շնորհավորանքներ ու շնորհակալագրեր։ Լենինականի ռուսական սահմանապահ-ջոկատն է, այն 91 տարի առաջ է հիմնադրվել, օրը հաղթական է, տրամադրությունը մարտական, հրամանատարներն ու ծառայողները, կազմ ու պատրաստ, իսկական զինվորականի կեցվածքով ու ճշտապահությամբ, Հավսար զգաստ, տոնական միջոցառման մեկնարկը տրված է։ Պատերազմական թողուբոհով անցած մարդիկ են, հերոսներ, որ այսօր վայելում են իրենց թափածարյան, տարած մարտերի ու վաստակած հաղթանակի պտուղները։ 70 տարվա վաղեմությունից յուրաքանչյուր բառի ու հնչյունի հետ հիշողությունները թարմանում են։ Ֆրոնտ եմ մտել, Նովրոսիսկ, այդ մալիզմլա, где командующий был Брежнев. 2 раза там я на бою участвовал на бою. Я ранился,
17 ноября 1942 года. Որտեղ գնացել եմ ինձ կրկացված ծերել են։ Քսե բող ասում է Արմյանսկի բող պրիշոտ։ Անընդհատ եղել եմ սահմանապահ զորամասում։ 43-րդ պագրանատյադում և Լենինականի կարմրադրոշ պական ատրյադում։ Ունեմ 2000 երջանի նարուշիչել գոզգրանից 43 և 44 թվականին, որ արդեն ես փոքր եմ եղել։ Մինչև անգամ հրացանավորվեցնում ենք մեր երկու բոյներ գնում։ Օգոստոսի կարր ես դառնայի 18 տարեկան, բայց ես հունվարի 2-ից ինձ տարել են քանի անգամ վիրավորվել։ 42 թվականին ծորակոչվել եմ, ես եղել եմ Պավլովսկի կրայում առաջին իսկ 42 թվականի օգոստոսին երկրորդ ֆրոնտն եմ անցել։ 45 թվականին եղա Япոնիայի գրվին, երկու պատերազմ եմ տեսել։ Ընդես գնացել եմ Չինաստան։ Ես տարի Չինաստան եմ մնացել, Չինաստանից 50 թվին վերադարձել եմ տուն։ Հարկեզ են ասպատ, շատ ընկերներ ենք տուրը տվել, ովքեր որ մնացել են, թող ասպատ նրանց երկար կյանք տա, առողջություն, ճանցաղություն, ձեզ էլ երիտասարդներին, բարի կամեցողություն, հարգել մեծերին, վետերաններին։ Ինչ բան է պատերազմի վետերան, մենք բոլորս գիտենք, ունենալով մեր թիկունքում մեր հայրերի, մեր պապերի դաստիարակությունը, որոնք էլ այսօր այս 70 տարիների թևակողած ժամանակահատվածի հետ մեջտեղ կանգնած է մեր կողքին։ Աստված էին կանչում, որ մեր զինվորը հաղթեր, ռուս ժողովուրդը հաղթեր, մեր շատ սիրելի ժողովուրդը, որովհետև մեզ պաշտպան են կանգնել։ Հայաստանը թող զարգանա, աճի, հալկանա։ Այսպես երիտասարդներին հարկ ու պատիվ։ Տարեցտարի նոսրացող այս շարքերում մի տեսակ հուզմունք ու հոգատարություն կա միմյանց հանդեպ։ Իրար ամենալավը կարող են հասկանալ հենց իրենք։ Խաղաղությունը պահել ու փայփայել է պետք հայրենիքի սահմաններն անառիկ պահել, անգամ արյան գնով ու ժառանգել ապագա սերունդներին։ Բայց երկնքի տակ ապրած, զենք բռնած, մահվան շունչն ամեն վայրկյան զգացած, հաղթանակ տենչած ու վերջապես Բերլինում քոչարի պարած վետերանների կոչն է։ Նազել Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները, զինծառայողները, Գյումրու փոխքաղաքապետն ու շարքային քաղաքացիները վարդապետ Անդրեյ Վացի գլխավորությամբ այցելել են Գյումրու երկրորդ գերեզմանատուն իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենական մեծ պատերազմի զոհերին։ Եղբայրական պատերազմում ամփոփված են ինչպես հայ եւ ռուս, այնպես էլ այլ ազգի ներկայացուցիչների աճյունները։ Նրանք եղել են մարտի դաշտում վիրավորվածներ ու ծանր վնասվածքներ ստացողներ, ինչպես նաեւ Լենինականի հոսպիտալում բուժվողներ։ Վարդապետ Անդրեյ Վացը կատարել է հոգեհանգստյան կարգ, ներկաները ծաղիկներ են դրել խնկարկել ու հիշել հանուն խաղաղության ու հանուն հաղթանակի ընկածներին։ Все мы здесь единым сердцем и едиными устами прославляем Господа, давшего мужество и силу нашему воинству. Помолимся о том, чтобы Господь упокоил души воинов, жизни своих за веру и Отечество положивших в годы Великой Отечественной войны. Благословен Бог наш всегда, ныне и присно и во веки веков. Իմ հայրը եղել է հայրենական մեծ պատերազմի մասնակից, ծանր վիրավորությունից հետո վերադարձել է, ունեցել է շատ շքանշաններ, Կարմիր ասխի շքանշան, օրդեն սլավի, կավալեր օրդեն սլավի 3 հատ շքանշան է ունեցել և տարբեր մեդալներ է ունեցել։ Հիմա ինքը ողջ չէ, մահացել է այդ վիրավորություններից, նույնպես թաղված է այս գերեզմանատանը։ Для каждого человека, который сегодня осознает те события исторической 70-летней давности, это совершенно выходящее из ряда вон торжество воли и духа человечества. Когда мы, я имею в виду мы, это
братский народ, который встал на защиту своего суверенитета, своей независимости и сломил хребет фашизму. Мы видим, что сегодня предпринимаются самые ожесточенные попытки переписать историю и вернуть то, что было 70 лет назад. Наверное, следует задуматься над последствиями. Сегодня мы стоим возле надгробий братской могилы. И мы поминаем тех людей, которые отдали жизни свои на этой земле, на этой территории. Но если мы посмотрим на карту, то война и кровь людская лилась рекой по всему лицу земли. Поэтому сегодня нам очень важно помнить эти уроки истории, помнить тот мужество и героизм, которые наши народы проявили в борьбе с фашизмом. Этот день, он является святым днем. Мы, каждый воспитанный человек, всегда воспринимаем этот день с глубокой скорбью и в том числе и радостью. Сегодня мы организуем мероприятие во знаменование 70-летия Великой Победы. Пользуясь моментом, я хочу поздравить всех ветеранов, всех тружеников труда с этим великим праздником. Пожелать самое главное, чтобы не было больше войны и все были мы здоровы и могли радоваться этим замечательным дням. Մայիսյան եռատոնի առիթով Շիրակի մարզի համայնքներում շարունակվում են տոնական միջոցառումներ անցկացվել։ Ոսկե հասկում մայիսի 8-ին տոնել են մեծ հայրենականի հաղթանակն ու Շուշիի ազատագրումը։ Պայքարն երկու դեպքում էլ եղել է նվիրական, մեր պապերը պայքարել են մեծ հայրենականի, հայրերը Արցախյան հերոսամարտի թոհուբոհում, ոչ ոք և ոչինչ չի մոռացվել։ Ոսկե հասկում ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհվել նրանց հիշատակն հավերժացնող հուշակոթողներին և խաչքարերին։ Չկա մի այդպիսի գյուղ Հայաստան աշխարհում եւ հատկապես Շիրակի մարզում, որ այդ գյուղից մեծ հայրենականին, մեծ թվով տղամարդիկ չմասնակցեն պատերազմին։ Եվ չկա մի այդպիսի գյուղ, որ Ղարաբաղյան ազատամարտին մասնագիտ չլինեն։ Դրա համար ամեն մի գյուղում այսպես հոգով է տոնվում այդ տոնը։ Սա մեծ հաղթանակ է։ Իհարկե 70-ամյակն է կիզակետում, բայց հայի համար Շուշին շատ ավելի կարևոր իր հողերի ազատագրման, իր երկրի հաղթանակի ապակայի համար շատ է կարևորում, իհարկե կարևոր է նաև այն երկրի համար կռվելը, որ հայրենիք է կոչվում, մեծ հայրենիք, եւ մեր պապերը, իրենց կենսագրությունը, իրենց վառ էջերը, իրենց ջահելությունը, կյանքերը տվեցին, որ այսօր այո, մենք ունենանք անկախ Արցախ, մենք ունենանք անկախ Հայաստան եւ մենք ունենանք այնպիսի կամքի ուժ, որ աշխարհին պատերազմների համար կանգնենք դեմ առ դեմ եւ ասենք ոչ։ Շուշին եղավ մեր հաղթանակի սկզբունքը։ Շուշից սկսվավ հաղթանակներ, Ֆիզուլի, Աղդամ եւ մյուս գյուղեր եւ քաղաքներ։ Մարդ մեր զոհված ընկերներին, որոնք զոհան այսօրվա համար, այս խաղաղության համար, մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար։ Նոր պարգևատրման է արժանացել սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը։ Այս անգամ Սերգեյ Նազարեթյանի Սպիտակի 1988 թվականի երկրաշարժի գոտու քաղաքների տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը մենագրությունը գնահատվել է Սանկտ Պետերբուրգում գտնվող կենսագործունեության գծով միջազգային ակադեմիայում և նրան շնորհվել է գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։ Սերգեյ Նազարեթյանին հանձնվել է նաև գիտնականի աստղ շքանշանը։ Սերգեյ Նազարեթյանը տարիների ընթացքում մեծ ձեռքբերումների է հասել։ Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի, Անանյա Շիրակացու, Ռուսաստանի Դաշնության Լոմոնոսովի անվան ոսկե մեդալների։ Գիտաշխատողը նաև պարգևատրվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերականգնմանն ակտիվ մասնակցելու համար։ Ստացել է բազմաթիվ պատվոգրեր։ Կրում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վաստակավոր աշխատակցի տիտղոս։ Գյումրու ոսկե զինանշան մեդալ ունի նաև։ Ամերիկյան կենսագրական
Գիտական ինստիտուտի կողմից սեյսմաբանը ճանաչվել է 20-րդ դարի նշանավոր մարդ։ Իսկ այս տարի պրոֆեսոր Նազարեթյանի մենագրությունը բարձր գնահատականի է արժանացել Սանկտ Պետերբուրգում գտնվող կենսագործունեության գծով միջազգային ակադեմիայում։ Սերգեյ Նազարեթյանին շնորհվել է գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչումն ու նրան հանձնվել գիտնականի աստղ շքանշանը։ Ներկայացրեցինք Հայաստանի պետական մրցանակի գիտության բնագավառում, ես գիտեի, որ շանսերը քիչ է ստանալու, որովհետև բոլոր գիտությունների գծով բնական 2 տարին մեկ տալիս են միայն մի մրցանակ։ Նույն գիրքը մենք ներկայացրեցինք Սանկտ Պետերբուրգում գտնվող կենսագործունեության գծով միջազգային ակադեմիային կարծիքները լուրջ դեր խաղացին, որովհետև հարկենանում զննում են, այս կարծիքները էական դեր խաղացան, որ գերքի համար ինձ պարգևադրեցին։ Սպիտակի 1988 թվականի երկրաշարժի կոտու քաղաքների տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը մենագրությունն ուղղված է կիրառական ու ճարտարագիտական սեյսմաբանությամբ զբաղվող գիտաշխատողներին, ասպիրանտներին, մասնագետներին ու ուսանողներին։ Գրքում տեղ գտած հիմնախնդիրները փոխկապակցված են, քանի որ առանց վտանգի մակարդակի հուսալի գնահատման հնարավոր չէ գնահատել սեյսմիկ ռիսկը։ Գիրքը 2 գիտական ուղղություն ունի՝ սեյսմիկ վտանգի գնահատում, քաղաքների տարածքների սեյսմիկ միկրոշրջանացման մեթոդիկաներ են առաջարկել, նորմերում սեյսմոկայուն շինարարության նորմերի փոփոխություններ են առաջարկել եւ ամենակարևորը 16 քաղաքների տարածքների սեյսմիկ ռիսկն են գնահատել։ Հատկապես կարևոր է ու սկիզբ է դրել քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատման այդ մեթոդաբանության կամ քաղաքների շենքերի շինությունների ենթակառուցվածքների ուսումնասիրության առաջին փորձը Հայաստանում 2003-4 թվականներից այդ աշխատանքները սկսվել են ու 10 տարվա ընթացքում արդյունքները ամփոփելով մենք ունեցանք հոյակապ մի գիրք։ Սերգեյ Նազարեթյանն այս մրցանակը կիսում է իր աշխատակիցների հետ եւ նշում, որ առանց միասնական քրտնաջան աշխատանքի արդյունքները ակնկալելը սխալ կլիներ։ Կարևորը որ ես մենակ իմ քրտնքից համար չէ։ Ես վերլուծել եմ, բայց հիմնական նյութերը մեր կոլեկտիվն է ստացել։ Շատ ոգևորիչ է նախ կոլեկտիվի համար, որովհետև պարոն Նազարեթյանի ուրեմն այդ աշխատանքի արդյունքն է, նաեւ կոլեկտիվի ընդանուր միասնականության, միասնական աշխատանքի ու մասնագիտական բարձր պոտենցիալի։ Լուսնե Պողոսյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Մեր թողարկման վերջին լուրը Գյումրու համար քրիտիկական պահ է, հնարավոր է առաջիկայում մահացածների թիվը գերազանցի ծնվածների թվին, այս մասին ասել է էթնոաշխարհագետ պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Բոյաջյանը Հայաստանի Հանրապետության բնակչության թվի շարժընթացը ժողովրդագրական անցումային շրջաններում թեմայով հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս։ Հետազոտական աշխատանքում ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության գյուղական եւ քաղաքային բնակչության կազմի շարժն ըստ մարզերի։ Մեծ ուշադրություն է դարձվել Շիրակի մարզին եւ Գյումրի քաղաքին։ Էթնոաշխարհագետն անդրադարձել է 2001-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում բնակչության շարժընթացի ցուցանիշին։ Ըստ նրա, ելնելով վիճակագրական ծառայությունից վերցրած տվյալների, տեղի ունեցել հանրապետության տարածքներում բնակչության ոչ համաչափ տեղաբաշխում։ Բացի դրանից 10 տարվա ընթացքում գրանցվել է բնակչության թվի նվազում, ինչին նպաստել է նաև արտագաղթը։ Ծնունդը եւ մահը հստակ կարելի է հաշվարկել, ապա ներգաղթը եւ արտագաղթը հաշվարկելը բավականին դժվար է։ Դրա համար մարտահամարը ավելի ճշգրիտ թիվն է տալիս 114,000 է։ Այսինքն եթե մենք նայում ենք 2001 թվականի տվյալները, այն ժամանակ արկա բնակչության թիվը եղել է 140,000, մշտական բնակչության թիվը եղել է 150,000։ Այսինքն պաշտոնապես արդեն այդ 10 տարիների ընթացքում 30 գրեթե 26,000-ով նվազել է բնակչության թիվը, դա զուտ պաշտոնական։ Իսկ բնականաբար այդ ընթացքում մարդիկ մեկնում են աշխատանքի եւ հիմնականում գնացածները էլ հետ չեն գալիս։ Մանավանդ այս օրենքներ մտցրեցին, խառնաշփոթ է ստեղծվել։ Այսպիսին էր այսօրի մարզային թողարկումը, ես ձեզ բարիք եմ մաղթում, ցտեսություն։